Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստորվա ծրագիրն է։ Դիմումներն ընթացքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում թեր զարգացումն է, Քեսաբո Օսմանյան սահմանադրության հռչակման օրերին ու 1909-ի ողբերգությունը, Պալյանների ճարտարապետական հետքը Կոստանդնուպոլսում, Բաքուն շարունակում ոչնչացնել է հայկական մշակույթն ժառանգությունը Արցախում, Մզբրիտանիա խորհրդարանում մեկնարկալ է Արցախի մասին խորհրդարանական հետաքննություն, Ֆրանսիան խոնարհ Վալամանուշյանի ու իրան զինակիցների առաջին գրքատոն գիտական արժեքով հանդիպում Հայաստան-Եվրոպական համալսարանում, Արցախյան ոճի հավ համերի իսկական հրավառություն։ Հարգելի հայրենակիցներ, մեծ ու նշանակալի նորություն կա կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված ձեր դիմումների հետ։ Գրանցվալն վերջին զարգացումն է վերկարին վճռորոշ նշանակություն ունենա ՄԽԼ քաղաքացուց գործերի ընթացքի հետի։ Մանրամասներ ներկայացվելու են պետհանդիպման ընթացքում սույն թվականի փետրվարի 28-ին ժամը 12-ին Ագաթան Գեղոսի 2/2 հասցեում։ Հրավիրում ենք սաղ շահագրգիռ անձանց մասնակցելի ու անձամբ տեղեկանելի կարևոր այս գործընթացի նոր փուլին։ 1900 թվականի հուլիսի Օսմանյան կայսրությունում սահմանադրության հռչակումը վերը տեղի ունեցալ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք Թուրքիայի ճնշման պայմաններում ռճան ընդունվալա մոծ ոգևորությունով։ Ազատության, հավասարության ու եղբայրության խոստումները հույսն արթնացրալ նաև Կիլիկիայի հայության շրջանում։ Բայց մի պատար հետո այդ հույսերը վերածվալն ողբերգության 1909 թվականի ապրիլին Կիլիկիան բռնկված ջարդերը վերպատմության մեջին հայտնի որպես Ադանայի կոտորած խլելն տասնյակ հազարավոր հայերի կյանքեր։ Ողբերգական իրադարձությունները հսալ նաև Քեսապ։ Սկզբում տեղական իշխանություններն հավաստիացնելիս լինել թա վտանգ կավեճ, բայց կարճ ժամանակ անց զինված խուժանը ու կանոնավոր զորքերը հարձակվալն բնակավայրերին իրա։ Շենները ենթարկվան թալանի ու հրդեհի, խաղաղ բնակիչներն սպանվալն, եկեղեցիներն ու շկոլներն ավիրվալն։ Չնայած ուժերի անհավասարությանը Քեսապցիներն կազմակերպան ինքնապաշտպանություն փորձելով ժամանակ շահին ու ապահովին բնակչության փրկությունը։ Ժողովուրդը ստիպված այլել թողել իրանց տները, ապաստան ճրելով լեռներում ու հարակից շեներում։ 1908-ի խոստացված ազատությունն արդարությունը ընդամենը մի տարի անց փոխվալն արյան ու կրակի։ Քեսապի դեպքերը տարան հայության դեմ իրականացված զանգվածային բռնությունների հերթական ողբերգական էջը նախանշելով առաջիկ ավելի լայնածավալ աղետների վտանգը։ Արևմտյան Հայաստանում Կոստանդնուպոլսի ճարտարապետական կերպարի ձևավորման մեջին անուրանալի դերուն է հայկական Պալյանների գերդաստանը։ 19-րդ դարում Պալյանները ղեկավարալն կայսրության կարևորագույն շինարարական ծրագրերը սրքելապալատներ, մզկիթներ, եկեղեցիներ, զորանոցներ ու հանրային շինություններ։ Պալյանների մի քանի սերունդ կրթություն անելիալ ստացած Եվրոպայում համադրելով արևմտյան ոճերը հայկական ճարտարապետական ավանդույթներին հետ։ Արդյունքում Կոստանդնուպոլսի համայնապատկերում ձևավորվալա եվրոպական շունչ ունեցող, բայց հայկական վարպետությամբ կերտված ճարտարապետություն։ Չնայած հետագա տասնամյակներին իրենց դերը փորձարարվել նսեմացնել, Պալյանների անունը մնացել է Կոստանդնուպոլսի պատմամշակութային ժառանգության ամենափայլուն էջերամինը։ Փետրվարի 24-ին Լոս Անջելեսի շուրջ 200,000 հայ համայնքը մտահոգությունով հետևում է Արցախամշակութային ժառանգության ոչնչացմանը։ 2023 թվականին Բաքվի ներխուժումը ու էթնիկ զտումները հանգեցրան սաղ հայ բնակչության արտագաղթի դարեր շարունակ հայկական վղերը։ Հազարավոր հայ ընտանիքներ թողան իրենց տները տներամենակ այն ինչ որ կրեցան, իսկ մնացած գուճիր թվերով հայերը սոր հայտնվան ադրբեջանական բռնազավթման ջիրաներում։ Բաքուն շարունակում է ոչնչացնել ու յուրացնել հայկական մշակույթը, պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարերը ու հուշահամալիրները։ Արցախը մնամ աշխարհի հայերի պարտականությունը, շեշտում են մասնագետները։ Մզբրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցալ ջնջելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում խորագրավ խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը վերի նպատակն ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, մինգելարդարության ու հաշվետվողականության հասնելի հնարավոր ուղիները։ Առաջին իստում ելույթ ունեցալ Արցախի միության նախագահ, Արցախի հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Հետաքննությունը իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի մարդու իրավունքների ինստիտուտը համագործակցությունով միջազգային իրավունքի արդարադատության ու հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ու Հայաստանը հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։ Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում խորհրդարանական Բրենդոն Օհարան, անդամակցում նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանական է Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաքինեսը, Լորդ Ալթոնը ու բարոնուհի Հուբերը։ Աշխատանքներին աջակցում է ABAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։ Քննությունը ընթանալու է 5 փուլերով։ Քննարկել է մշակութային ոչնչացման մասին ապացույցների ու առկա իրավական արձագանքների քարտեզագրում, դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ, հանրային լսումներ, փորձագետների ու վկաների մասնակցությունով, վերջնական զեկույցի հրապարակում, շարունակական քննարկում Մեծ Բրիտանիա կառավարության միջազգային հաստատությունների հետ։
Փետրվարի 21-ին 2026 թվականի Մոնտրեյ քաղաքում կայացել է հուզիչ ու խորհրդանշական արարողություն նվիրված Միսակ Մանուշյանի ու իրանք 22 զինակիցների գնդակահարության 82-րդ տարելիցին։ Իրանք նացիստների կողմից մահապատժի ենթարկվան 1944 թվականի փետրվարի 21-ին Մոն Վալերիին ամրոցում։ Հիշատակի միջոցառումը տեղի ունեցավ Մելինի ու Միսակ Մանուշյան հրապարակում քաղաքի ղեկավարության, վետերանների ու հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ելույթներում ընդգծվել Ավեր Մանուշյանի խումբը տռալավ ֆրանսիական դիմադրության խորհրդանիշ, միավորելով տարբեր ազգությունների մարդկանց, հայեր, հրեաներ, իտալացիներ, իսպանացիներ ու արևելաեվրոպացիներ վեր պայքարն ազատության հետի։ Խոսնակներն զգուշացրալ նաև մեր օրերի վտանգների մասին ընդգծել Ավեր ծայրահեղականության ու ատելության գաղափարների վերելքը լուրջ սպառնալիքա ժողովրդավարությանը։ Իրանց սելավը պատմությունը կրկնվելի իրավունք չունի։ Հիշեցնենք, որ 2024 թվականին Միսակ ու Մելինե Մանուշյանների աճուները վերահողարկավորվել են Փարիզա Պանթեոնում տրնալա Ֆրանսիայի ազգային հիշողության անբաժան մաս։ Գրքատոնի շրջանակում փետրվարի 19-ին Հայաստանը Եվրոպական համալսարանի գրադարանում հանդիպում այլել ցեղասպանագետ հետազոտող Արա Քեթիբյանի հետ։ Հանդիպման վաղտը հեղինակը իրան գործերը նվիրալը համալսարանի գրադարանի, ներկայացնելով դրանց ստեղծման պատմությունը, առանցքային գաղափարներն, աղբյուրագիտական կարևորությունը։ Ինքն է մանրամասն անդրադարձել թահունց կարելիագրքերում ներառված փաստաթղթային ու վերլուծական նյութերը կիրառել գիտահետազոտական ու ուսումնական գործերում։ Միջոցառմանը ներկայանալ միջազգային հարաբերությունների ու իրավագիտության ֆակուլտետների ուսանողները վերհնարավորություն ունեցալ ուղղակի հարցերով դիմելու հեղինակին։ Հանդիպում անցկացալ ջերմ, մասնագիտական ու բովանդակալից մթնոլորտում։ Արցախյան խոհանոցի գոհարներանը Արցախյան հավը վերը յուրահատուկ համերի համադրությունով հիացնում ամեն մի քիմք։ Էսուտեստը վկայում է տարածաշրջանի գյուղատնտեսական առատության ու բաղադրիչների հմուտ համադրության մասին։ Գաղտնիքը մարինացման մեջն է։ Հավի մսը մարինացվում է խոտաբույսերի, սոխի, սխտորի ու բուլղարական պղպեղինի հետ, հետո դանդաղ եփվում ջեռոցում, ապահովելով հյութալի միս ու համերի լիարժեք միաձուլում։ Արցախյան հավը համ համով է, համ էլ վկայություն Հայաստանը հարուստ խորհրդարական ժառանգության ու արցախյան տարածաշրջանի յուրահատուկ համերի մասին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը պատրաստալ։ Ապրիք ուշադրության հետ եւ պնդկացիք։